Հայ ազգային կոնգրեսի վարկանիշի անկման ապացույցը խորհրդարանական ընտրություններում նվազագույն շեմը մի կերպ հաղթահարելու փաստն է, վստահ է Դաշինքի Գյումրու կենտրոնական գրասենյակի ղեկավար Աշոտ Զաքարյանը։ Ամենակարևոր խնդիրը Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ համագործակցություն սկսելու անհաջող փորձերն էին, ինչը ցավոք սրտի շարունակվում է մինչ օրս։ Նախ պետք է արձանագրել, որ ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայի մաս է կազմել, ներկայումս կա եւ ենթադրում են, որ դեռ կլինի իշխանական կոալիցիայում։ Ավելին, գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն համարվել է եւ համարվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը։ Այս ամենով հանդերձ նպաստել Քոչարյան Ռոբերտի վերադարձին։ Կներեք, ես այս գործընթացին մասնակից դառնալու որևէ ցանկություն չունեմ։ Աշոտ Զաքարյանը Հանրապետություն կուսակցության անդամ է։ Օրերս այդ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարություն տարածեց, որ առաջիկայում կուսակցության ակտիվի հետ քննարկելու է ՀԱԿ-ից դուրս գալու հարցը։ Իսկ մինչ այդ Արամ Սարգսյանը, որ ՀԱԿ ցուցակում երրորդն էր, հրաժարվեց մանդատից այսպիսի պատճառաբանությամբ։ Անցած ժամանակահատվածում մենք ունեցել ենք տարաձայնություններ ՀԱԿ-ի գործունեության վեկտորների, ներքին քաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական դիրքորոշումների շուրջ, որոնց մասին ազատորեն բարձրաձայնել եմ իմ կարծիքը։ ՀԱԿ քաղաքական ընթացքի ուղղությունը ակնհայտորեն չի բավարարում նաև Հայաստանի լիբերալ կուսակցությանը։ Ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հայտարարել է, որ հինգշաբթի ծրագրված նիստում քննարկելու են Հայ ազգային կոնգրեսում մնալ-չմնալու հարցը։ Արդյոք սա կոնգրեսի փլուզման սկիզբը չէ հարցին Հովհաննիսյանը պատասխանում է. Ես չգիտեմ, չեմ կարող ասել։ Երբ որոշում կայացնենք, այն ժամանակ մնացած հետևությունները կանենք, թե ինչի սկիզբն է կամ ինչի վերջը։ Քաղաքական դաշինքի առաջնորդները հեռախոսազանգերին չեն պատասխանում, մինչդեռ համացանցը եռում է քննարկումներից։ ՀԱԿ ակտիվիստ Հրանտ Տեր-Աբրահամյանը հեգնել է. Գալներդ բարի, գնալներդ բարի, մենակ արագացրեք, չեմ բոլշը ստադիում, մենք մնացողներս պատրաստ ենք մեզ վրա վերցնել պատասխանատվությունը։ Արծրուն Պեպանյանը նկատում է. Ժամանակին, երբ իշխող կուսակցություն ՀՀՇ-ում տարաձայնություններ էին առաջանում, վարվող ներքին քաղաքականության շուրջ եւ դժգոհ խմբեր էին հեռանում կուսակցությունից, ՀՀՇ լիդերները անհրաժեշտ եզրահանգումներ անելու փոխարեն հայտարարում էին, թե նրանց գնալով կուսակցությունը մաքրվում, յուրեղանում է, թե ինչ եղավ վերջում, ամենքին է հայտնի, վախենում եմ նույնը կրկնվի։ Ծովինար Նազարյանը եզրակացնում է. Նախորոք հայտարարում են, թե կքննարկեն հեռանալ-չհեռանալու հարցը, բայց ուղղակիորեն չեն ասում, որ արդեն որոշել են հեռանալ։ Չեմ հասկանում, իրենց քաղաքական ճակատագրի մասին սակարկելու համար ժամանակ են տալիս։ Ում։ Աննա Բալյան, ժամը լրատվական։